Մթնոլորտը արտանետած գազերով չախտոտելու համար էլեկտրամոբիլ վարող, բայց անտառները կեղտով լցնող բնակչությունից մինչև թափոններ առաջացնող տնտեսություն, որ հարցում որքան խնամքով է Հայաստանը վերաբերում բնությանը։ Կանաչ օրակարգ ծրագիրը դահլիճում է հավաքել խնդրով մտահոգ գիտական, պետական, մասնավոր ու հասարակական հատվածի ներկայացուցիչների։ Խնդիր է դրված պարզել էկոլոգիական կարևոր հարցերում ինչ վիճակ ունենք այժմ։ Երկրում 2 տարի առաջ մեկնարկած նախագիծը ներկայացրին ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնից։ Գումա ծրագրի նպատակն է նաև Հայաստանում հասնել կանաչ փոխակերպումների, կայուն տնտեսական զարգացման, էներգետիկանցման ու տրանսպորտի մասով, կենսաբազմազանության էկոհամակարգերի, աղտոտման կանխարգելման և առանձնացված հիմնարար մի շարք այլ թեմաներով։ Ծրագիրը Հայաստանի հետ միասին իրականացվում է նաև Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում, ֆինանսավորում է Շվեդիան։ Դեսպանության պատվիրակը մանրամասնում է, փորձում են աջակցել տեղական կառավարություններին զարգացնել հմտություններն ու կարողությունները, ստանձնած կանաչ պարտավորություններն ապահովելու գործում։ Կլիմայական փոփոխության, աղտոտման չեզոքության և կանաչ օրակարգի մյուս ուղղությունների այս ծրագրի նպատակն է օգնել Հայաստանին ազգային քաղաքականությունը համապատասխանեցնելու Եվրամիության համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ՍԵՊԱ-ի ու Եվրոպական կանաչ գործարքի դրույթներին։ Երկիրը հաստատել է իր ցածր ածխածնային երկարաժամկետ ռազմավարությունը, պատրաստվում է հյուրընկալել կենսաբազմազանության կոնվենցիայի 17-րդ համաժողովը, լրացրել է կենդանական աշխարհի մասին օրենքը շրջանառության մեջ դրել բուսական աշխարհի ու բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ փաթեթը, հերթում քիմիական նյութերի մասին օրենքի մշակումն է։ Նմանատիպ բոլոր հարցերում կարևոր է այլ երկրների փորձին ծանոթանալը, հայտարարեց շրջակա միջավայրի փոխնախարարը։ Կլիմայի փոփոխության դեմ պայքարի մասով մենք պատրաստվում ենք կլիմայի մասին օրենքը ներկայացնել կառավարության հաստատման, այնուհետև ազգային ժողով։ Դեռ բավականին շատ անելիքներ կան air pollution-ը իջեցնելու մասով, ինչպես նաև թափոնների կառավարման մասով։ Green Agenda-ի առանձնացված կետերով ինչ առաջընթաց ունենք տեղի մեր փորձագետների հետ գնահատել է Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի թիմը։ Այն ղեկավարող Իվանա Միատովիչն, ով ի դեպ ժամանակին նաև Խորվաթիայի բնապահպանության նախարարն է եղել, հրապարակեց կազմած 600 էջանոց Հայաստանի կանաչ անցման ազգային համապարփակ զեկույցի համառոտ եզրակացությունը։ Հայաստանը գտնվում է վաղ փուլում կանաչ փոխակերպման պատրաստակամության հարցում։ Մենք բացահայտել ենք խնդրի ուժեղ և թույլ կողմերը։ Ոլորտից ոլորտ պատրաստակամության աստիճանները տարբեր են։ Ակնհայտ է, որ երկիրը մարտահրավեր ունի հաղթահարելու։ Եվրոպական ստանդարտի կանաչ անցման համար զեկույցի հեղինակները հաշվել են Հայաստանին մինչև 2050 թվականը պետք կլինի 7,4 միլիարդ եվրո ներդրում, գումարի 75%-ը կարծում են հնարավոր է բիզնեսից գա։ Ֆինանսավորման, կլիմայի փոփոխությանը, շենքերի ադապտացման, նաև պարենային համակարգերի, շրջանաձև տնտեսության ու առանցքային մյուս հարցերն ավելի մանրամասն պլանավորելու համար համաժողովը բաժանվեց առանձին քննարկումների։ Հերմինե Բաղդասարյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։